Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունվարի 11-ն է ու հիմնական հարցը կրկին Իրանն է, քանի որ կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա որոշում են կայացնում, թե ինչ գործողություններ ձեռնարկեն Իրանի շուրջ։ Հայաստանի մասով ոչինչ չկա մեծ հաշվով խոսելու, գիտեք, հիմա համար առաջին թեման եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններն են, բազմաթիվ հոգևորականներ միացան եկեղեցու բարենորոգման այդ ծրագրին, չնայած որ կան նաև բազմաթիվ հոգևորականներ, ովքեր որ գրում են, թե հավատարիմ կմնան Կտրիչ Ներսիսյանին, չեմ կարող ասել դա տեղի է ունենում ճնշումների, անձնական կապերի, թե աշխատանք չկորցնելու դրդումով, դժվար թե հավատքը դրա հետ որևիցե կապ ունի, քանի որ մենք բոլորս էլ գիտենք, թե որքան հեռու է Կտրիչ Ներսիսյանը հավատքից եւ Աստծուց։ Բայց դե ինչ արած, բոլորը թող իրենց խղճի առջև մաքուր լինեն, իսկ մենք շարունակենք մեր աշխատանքը։ Հայաստանին վերաբերվող, ինչպես նշեցի, շատ հարցեր չունենք քննարկելու, ուղղակի կարևոր է կարծում եմ անդրադառնալ երեկվա Սոլովյովի հայտարարությանը, ով որ փաստացի ուղիղ եթերում կոչ է արել ընդդեմ Հայաստանի եւս հատուկ ռազմական գործողություն ձեռնարկել, նրա խոսքերով Հայաստանը կորցնելը դա դեմ է Ռուսաստանի ազգային եւ պետական շահերին եւ նրա պնդմամբ նման հատուկ ռազմական գործողություններ պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայի, այլ Ռուսաստանի Դաշնության այլ ազդեցության տարածքներում։ Ու Սալավյովի խոսքերով պետք է իրենք թքած ունենան միջազգային իրավունքի վրա։ Մեկ բան պարզ է հասկանալ, որ այդ անձնավորությունը մեծ փողեր է ստանում Կրեմլից եւ խոսում է այն, ինչ հաճելի է Կրեմլին եւ Կրեմլից փող վերցնելով ուղղակի հաճելի է դառնում իրենց այդ լսարանին, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ նման մտքեր Կրեմլի ուղեղներում պատտվում են։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ քննարկել, թե ինչ է տեղի ունենում Իրանում երեք նույնպես շատ մեծ մասսայական ցույցեր են տեղի ունեցել, չնայած որ Իրանի իշխանությունները հաճախ անջատում են ինտերնետը, այնուամենայնիվ բազմաթիվ կադրեր կան համացանցում, չնայած որ պրոիշխանական տելեգրամյան ալիքները եւ լրատվամիջոցները հաղորդում են այն մասին, թե իբր ցույցերի քանակները նվազել են, սակայն մենք այլ տեղեկություններ եւս ստանում ենք, որ չեն նվազել, այլ ճիշտ հակառակը օրեցօր դրանց ալիքը ավելանում է, բայց կրկնեմ, շատ կարևոր է սա, դժվար է ստուգել ամեն ինչ հիմա ինչ վերաբերվում է Իրանին, օրինակի համար տեղեկություններ կան, որ արդեն 5 տասնյակից ավել զոհ կա, մեկ այլ տեղեկությունների համաձայն 200-ից ավել զոհ կա Իրանում, իսկ մեկ այլ տեղեկության համաձայն 2000-ից ավել զոհ կա Իրանում։ Խնդրեմ, հիմա դուք որոշեք, թե որն է ավելի համապատասխանում իրականության, ինձ դժվար է միանշանակ ասել, ուղղակի տարբեր տեղեկություններ կան Իրանից, կան կծկտուր փոքրիկ կադրեր, որտեղ որ երևում է, որ փողոցները կարակի մեջ են, մեքենաներ են այրվում, շենքեր են այրվում, պաստառներ, դրոշներ, այդ ամենը կա եւ այդտեղից մենք հասկանում ենք, որ ցույցերը Իրանում տեղի են ունենում, շատ կոպիտ ճնշումներ են տեղի ունենում, գործողություններ են իրականացնում Իրանի իշխանությունները, բայց ցուցարարները նույնպես շատ կոպիտ ձևով պատասխանում են, քանի որ այլ հնարավորություններ արդեն չունեն եւ քանի որ հայտնվել են փողոցում եւ աչքի են ընկել, պետք է շարունակեն իրենց պայքարը մինչեւ վերջ։ Իրանի կառավարական ԶԼՄ-ները հաղորդում են, որ իրենք արդեն նույնականացրել են 600 անձի, ովքեր որ Մասադի գործակալներ են։ Հիմա փորձում են դրանք ձերբակալել եւ որոշ տեղեկություններով արդեն 200 ձերբակալված ղեկավարներ կան։ Այդ ցույցերը ղեկավարողներից 200 ձերբակալվածներ ու այս ֆոնին սիրելի հայրենակիցներ կա նաև տեղեկություն, թե ինչպես են ցուցարարները որոշ քաղաքներում կարողանում գրոհել ոստիկանության շենքերի վրա եւ ազատել ցուցարարներին, ովքեր որ ձերբակալվել են այդ ցույցերի ընթացքում եւ ահա այս պայմաններում Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել, նորթարմ հայտարարությամբ, որից որ մենք հասկանում ենք, որ հիմա կարող է նաեւ միջամտություն տեղի ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ազատության
գուցե ինչպես երբևէ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել։ Դրանից հետո սենատոր Լինսի Գրեմը, ով որ միշտ զբաղվում է Իրանով, դիմեց Իրանի ժողովրդին իր սոցիալական ցանցում, ասելով, որ երկար այդ սարսափը, որի մեջ որ ապրում էր Իրանի ժողովուրդը, շուտով կավարտվի։ Ու ձեր տարապանքները նա ասում է, որ ի վերջո հասավ Դոնալդ Թրամփին եւ բոլոր նրանց, ովքեր որ սիրում են ազատությունը։ Նրանց բացի New York Times-ը հաղորդում է, որ նախագահի վարչակազմը շատ լուրջ արդեն սկսել է քննարկումները այն մասին, թե արդյոք արժի թե չէ միջամտել Իրանում տեղի ունեցողին եւ հարվածներ հասցնել Իրանին։ Նրանք հիմնականում քննարկում են այն հարցը, թե այդ անշրջելիության կետը անցել են արդյոք թե չէ ցուցարարները, այսինքն իրենց միջամտությունը իմաստ ունենա թե չէ։ Հիմա շատ լուրջ ձևով քննարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը, թե արդյոք արժի այդ հարվածները հասնել Իրանին թե չէ։ Ու այս ամենի հետ մեկտեղ երեք միանգամից Թրամփի խոսքերից հետո Նեթանյահուի եւ Ռուբիոյի միջև, այսինքն Իսրայելի վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև քննարկումներ են ծավալվել հեռախոսազրույց Իրանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերի վերաբերյալ եւ քննարկման հիմնական թեման եղել է Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունը այդ process-ներին։ Այսինքն հիմա շատ լուրջ ձևով քննարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ։ Հիշեցնեմ, որ տարվա վերջ, նույնիսկ ամանորի տոներին Իսրայելի վարչապետը գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Դոնալդ Թրամփի հետ քննարկում էր մի շարք հարցեր, այդ թվում նաեւ Իրանին հարվածներ հասցնելու հարցը։ Արդեն սկսվել էին այդ բողոքի ցույցերը, նոր էր սկսվում բողոքի, նոր էին սկսվում բողոքի ցույցերը Իրանում ու այդ քննարկումները արդեն իսկ ընթանում էին Թրամփի եւ Նետանյահուի միջեւ։ Իսկ արդեն 2 շաբաթ է մոտ անցել այդ ցույցերից եւ հիմա ավելի կոնկրետացնում են իրենց քննարկումները, թե ինչ են անելու։ Հիշեցնեմ, ես 2-3 օր առաջ ասում էի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն ռազմական ուժեր են տեղափոխում Մերձավոր Արևելք եւ պատրաստ են հաստատի արդեն տեխնիկապես պատրաստ են այդպիսի հարվածներ հասցնել Իրանին։ Դրանից բացի կան տեղեկություններ, որ Թրամփի վարչակազմում քննարկում են, թե կոնկրետ ուր են հասցվելու այդ հարվածները եւ ինչպես։ Հիմնական քննարկման թեման այն է, որ շատ արագ սրընթաց հարվածներ հասցնել են Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում տարբեր օբյեկտների, հիմնականում ռազմական օբյեկտների մասին է խոսքը, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն ռազմական օբյեկտների, կարող է նաև տարբեր այլ տեղերում ևս Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարվածներ հասցնեն։ Արիք քաղաքացիներ չբանանք եւ հայտարարություններ չանենք մեր եթերից, բայց ես կարծում եմ, որ նման սցենարներ ևս կքննարկեն Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ, որպեսզի օգնեն ցուցարարներին եւ այդ հարվածները իրոք ինչ որ ազդեցություն ունենան։ Իմ պատկերացմամբ իրոք բավականին բարդ է հիմա Իրանի շուրջ իրավիճակը։ Մեկը գրել էր Իրանից մեր հայրենակիցներից շատ տհաճ ձևով մեկնաբանել էր, կարծես թե մենք մեր հաղորդումներով ինչ որ վնաս ենք տալիս մեր հայրենակիցներին, չէ, ես ճիշտ ասած կոչ եմ անում հստակ շատ պարզ եւ հստակ կոչ մեր Իրանում բնակվող հայրենակիցներին, որ նրանք ոչինչ չձեռնարկեն տվյալ ռեժիմի դեմ, մեր ազգային շահերից չի բխում եւ նաեւ համայնքային շահերից չի բխում որևիցե ձև միջամտել Իրանի այդ ներքին process-ներին, մենք ուղղակի մեկնաբանում ենք եւ քննարկում ենք այն, ինչ կատարվում է Իրանում։ Ես ուղղակի խոսում եմ նաեւ մեր ազգային եւ պետական շահերի տեսանկյունից ելնելով, բնականաբար ես չեմ արտահայտում եւ իրավունք չունեմ արտահայտելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, մենք կարող ենք ուղղակի հաղորդումներ անել եւ կիսվել մեր մտքերով եւ խոսել այն մասին, թե ինչն է համապատասխանում կամ ինչը չի համապատասխանում մեր ազգային ու պետական շահերին։ Բայց միանշանակ է մեկ բան, որ հայկական համայնքը Իրանում իրեն շատ զուսպ պահի եւ ընդհանրապես չխառնվի այդ process-ների։ Մենք միանշանակ դրանից ոչինչ չենք շահելու։ Մեր համայնքը դրանից միանշանակ ոչինչ չի շահելու։ Եվ երկրորդը, միշտ էլ ասում եմ ես մեր հաղորդումների մեջ,
որ եթե սիրիական կամ իրաքյան կամ լիբիական սցենարն է կրկնվելու Իրանում, միանշանակ մեր ազգային ու պետական շահերից դա չի բխում։ Եվ այդ պարագայում շատ ավելի լավ է, որ այդ ռեժիմը, որը որ կա հիմա Իրանում, մնա իշխանության։ Իսկ եթե ժողովրդավարություն է հաստատվելու Իրանում եւ Իրանը դադարելու է լինել բռնապետություն, դա միանշանակ բխելու է մեր ազգային ու պետական շահերից։ Հյուսիս-հարավ ծրագրի համար էլ դա մեծ հնարավորություններ է բացելու եւ դրա դրական ազդեցությունը միանշանակ զգալու է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Նախ վտանգները հարավից կչեզոքանան, մեծ հաշվով կչեզոքանան Հայաստանի համար, եւ երկրորդը, երբ որ պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից, Իրանով, Հնդկաստանով եւ շատ այլ երկրներով բազմաթիվ ապրանքներ եւ ապրանքաշրջանառություն կծավալվի Հայաստանի հետ, Հայաստանի նաեւ միջոցով, եւ դա չի կարող ուղղակի չազդել դրական Հայաստանի վրա։ Շատերը խոսում են նաեւ այն վտանգից, որ այդ շրջաններում Հայաստանին մոտ գտնվող շրջաններում Իրանի 30 միլիոնից ավել ադրբեջանցիներ են բնակվում։ Այդ վտանգը եւս կա, գոյություն ունի, եթե Աստված ոչ արարցե, կրկնեմ, սիրիական սցենարը ծավալվի Իրանում, դա մեծ վտանգ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եթե ժողովրդավարական գործընթացներ տեղի ունենան եւ երկրի փլուզում տեղի չունենա, ճիշտ հակառակը կլինի։ Այսինքն մեծ հաշվով ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մենք պետք է մտահոգվենք, բայց պետք է ամեն դեպքում զգուշավոր լինենք եւ նաեւ պատրաստ լինենք վատ թարագույն սցենարի։ Եվ վերջում ուղղակի ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավիահարվածներ են հասցրել ԻԳԻԼ-ի դիրքերին Սիրիայում, իսլամական պետության դիրքերին Սիրիայում։ Վերջերս ինչ որ ակտիվացում է նկատվում իսլամական պետության, կրկին Սիրիայում նրանք գլուխ են բարձրացրել, կրկին անհանգիստ են քրդերը Սիրիայում, ինչ որ process-ներ են սկսել տեղի ունենալ Սիրիայում։ Մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները հնարավոր է նաև զգուշացում են Իրանին, չնայած որ օրեր առաջ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան նույնպես հասցրել էին ավիահարվածներ իսլամական պետության դիրքերին։ Այս պայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։